Ну ինտրիգային հարց։ Կոպալ նվագելով կարաս փող աշխատես։ Առավոտները Փող կարաս աշխատես, բայց ինչքան։ Այդ հարցի մեր երկրորդ կողմն է, էլի։ Չէ, կատակը մի կողմ, հարցից նպատակը այն է, որ հայկական կամ ազգային ավանդական գործիքներ սովորելով կարաս մտնես ինչ-որ խումբ նվագես, դու փորձես խումբ ստեղծես, մարդկանց հետաքրքիր չի։ Եթե խոսքը գնում է հարվածային հայկական գործիքների մասին, միանշանակ կարաս։ Ու այդտեղ ամենաառաջնային շարքում դհոլն է, որ դհոլ սովորեցիր, կարաս գնաս ռեստորանում աշխատես։ Գումարային առումով, եթե խոսում ենք գումարից։ Չէ, գումարը ուղղակի կատակի մաս, բայց իր բանն եմ ուզում հասկանամ, պահանջվածությունն եմ ուզում հասկանամ։ Դե պահանջվածություն կա ներկա պահին, կոպալի առումով ամենապահանջվածը ներկա պահին հարսանիքներն են, այդ դրսի երաժշտությունը, որ մարդիկ սիրեցին վերջի մի քանի տարիներում, մարդիկ սիրեցին ու նորից սկսվեց այդ ավանդական կոպալի օգտագործումը, որովհետև մինչև այդ կորել էր։ Ու դհոլ էին, չէ՞ նվագում, դհոլ դուդուկ էին նվագում։ չէին անում այդ դրսի երաժշտություն։ Դրսի երաժշտության ժամանակ ընդունված էր դհոլ, կլարնետ, ակարդեոն, Հա, ճիշտ է։ Ինչքան բան կա, որ չեմ սիրում այդ։ Բայց ստացվեց, որ մարդիկ սկսեցին հետ գնալ իրանց արմատները, էլի։ Բայց մարդիկ ոչ թե մտածելով այդ արմատների մասին հետ գնացին, այլ իրանց դուր էր գալի ուղակի այդ զուրնի ձենը, Շախ ասված էլի։ կոպալի, հա, այդ տենց բասային հնչողությունը մարդկանց դուր է գալիս։ Հա, կոպալի ձենը sense ներսը ցախ բարձրացնում վերև մի անգամից։ Այտենց մարդիկ սկսեցին օգտագործել իրենց հարսանիքներում, այսինքն պահանջարկը մեծացավ։